Բաքուն կրկնում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները։ Հրադադարի խախտման մեղադրանքները շարունակվում են, Ադրբեջանը պնդում է պատասխանել է հայկական կրակոցներին, Երևանը հերքում է, թե կրակել է։ 13 տարվա ընդմիջումից հետո Վարդան Ղուկասյանը վերադարձավ Գյումրիի քաղաքապետարան։ Գործն է անում, լավ իմացեք, որ հիշվում է տարեդար։ Կգա բոլորի համախմբան պատասխանատվության ժամը։ Ոչ մեկ չի խուսափելու դրանից։ Ի տարբերություն նախկին իշխանությունների Մոսկվան խնդիրներ չստեղծեց Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակցի արտահանձնման հարցում։ Կյանքի համար կռիվ, որ 70 օր տևեց, շրջափակումից վերադարձած վեցնյակի պատմությունը գիրք է դարձել։ Պուտինը զատկական երրորդյա հրադադար է հայտարարել։ Թրամփը զգուշացրել է կամ առաջընթաց, կամ կլքի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները։ Սկսենք Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից, որ նա արել է թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Բաքվում սպասում են Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելուն։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու հաջորդ պահանջն էլ Մինսկի խմբի լուծարումն է, նորից կրկնել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Մեկ ամսից ավելի է Երևանն ու Բաքուն ավարտել են պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, բայց երկու արտգործնախարարների դեմ արդեմ հանդիպումից հետո էլ Բաքուն ստորագրմանը չի համաձայնում, պնդում է երկու պայմանի կատարումը։ Բայց որոնք են գլխավոր քայլերը, որոնց դեպքում միայն կարող ենք հասնել գործընթացի ավարտին ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Երկու բաց հարց կա իհարկե, որոնցից առաջինը Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող կետերն են։ Խաղաղության շուրջ բանակցություններին զուգահեռ մենք շարունակաբար փոխանցել ենք այս ուղերձը Հայաստանին եւ անգամ 23 թվականի մայիսին ներկայացրել դրա հետ կապված փաստարկներով եւ Հայաստանի սահմանադրության եւ այլ նորմատիվ ակտերի դրույթներով, որոնք թիրախավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ In respect of all the relevant, let's say, argumentations, another issue which is of course also important, of course. Հաջորդ հարցը, որը իհարկե նույնպես կարևոր է, բայց մեր տեսանկյունից այնքան ֆունդամենտալ չէ, որքան սահմանադրության հարցը, Մինսկի պրոցեսին վերաբերող անգործունակ եւ հնացած կառույցների լուծարումն է։ Հանրությունը գիտի միայն Մինսկի խումբը, բայց մի քանի այլ կառույցներ նույնպես կան։ Այս կառույցները ստեղծվել են դեռ 90-ականների սկզբին Ղարաբաղյան հարցը կարգավորելու շատ սպეციფიկ նպատակներով։ Other, let's say, structures relating to the process. Խաղաղության պայմանագրի ստորագրման անորոշության ֆոնին Երևանն ու Բաքուն կրակոցների շուրջ մեղադրանքներ են փոխանակում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ի պատասխան Գորիսից իրենց դիրքերի ուղղությամբ բացված կրակոցների։ Հայկական կողմը իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին չի հաղորդել, սակայն հերքել է հրադադարը խախտելու Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդումը։ Երեկ Սյունիքի մարզի Խնածախի բնակիչները Ազատությանը պատմել էին, որ նախորդ գիշերը ադրբեջանական կողմից առավել ինտենսիվ կրակոցների ձայներ են լսել։ Երեք մարզերում Սյունիքում, Գեղարքունիքում եւ Տավուշում տարբեր պարբերականությամբ ադրբեջանական կրակոցներն արդեն մեկ ամսից ավելի է շարունակվում են։ Այժմ Գյումրի տեղափոխվենք, որտեղ արդեն պաշտոնապես Վարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ 13 տարվա ընդմիջումից հետո նաև առանց ավագանիում մեծամասնության։ Ինչ է սպասվում Գյումրիում, ուր իշխանական քաղաքացիական պայմանագիրը հայտնվեց ընդդիմության կարգավիճակում, դրան գումարած երկու մեծ ճամբարի են բաժանված Ղուկասյանի պաշտոնավարման կողմնակիցներն ու քննադատները։ Կոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանը այսօր 5-րդ անգամ ստանձնեց Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնը երթումնակալությամբ։ Բոլորս իրար տեսնելու ենք, սրանք էլ կգնան, ես էլ կգնամ, դուք էլ կգնաք, բայց կմնա մի բան։ Գործն է անում, լավ իմացեք, որ հիշվում է տարեդար։
Շիրակի թեմի առաջնորդը իր խոսքում, այսպես ասած, մատնացույց անելով այն հարաբերությունները, որ նախկինում ունեցել են Վարդան Ղուկասյան եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյան, նշեց, որ այդ ամեն ինչը մի կողմ է դրվել հանուն մի նպատակի։ Այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չի։ Թեորիա ավելի կարևոր այս քաղաքում այդ հարցը քննարկելու ժամանակը չի։ Բոլորս յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր է։ Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը կարևոր է իր տեղում, մյուս բոլորը կարևոր է ձեր տեղերում, եւ այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակն է, ոչ անհրաժեշտությունը կա։ Եվ մենք կարծում եմ, որ պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել, միշտ լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։ Եվ եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը այստեղ անհրաժեշտ է, մենք այստեղ ենք։ Թեև այսօրվա օրը, ավագ շաբաթվա այսօրվա օրը, մեզ հնարավորություն ընձեռում էր բացակայելու։ Վարդան Ղուկասյանը իր խոսքում անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ կլինի, եթե այսպես ասած իր կառավարմանը ոտ պահեն։ Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ, բայց եթե պիտի Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոչ ճարտող եմ, ես էլ հսկապ եմ։ Վարդան Ղուկասյանը իր թորնիկի ուղեկցությամբ բարձրացավ իր աշխատասենյակ, մուտք գործեց եւ տեսավ, որ աշխատասենյակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Այստեղ ավելի լավ ծաղիկներ ունեի, հասկացար ես, ինչ տեսնում եք իմ սարկացը, ինչ տեսնում եք։ Չես կանաչ գույներն էլ իմ ժամանակ եմ արել ես։ Այնուհետև հենց իր աշխատասենյակում Վարդան Ղուկասյանի հետ ճեպազրույցի ժամանակ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում քաղաքացիական պայմանագրի այն հայտարարությանը, թե կառավարման ճգնաժամ առաջ կգա, քանի որ քաղաքական ուժերը, որոնք օգնել էին Վարդան Ղուկասյանին պաշտոնը ստանձնելու հարցում, քաղաքական կոալիցիոն հուշագիր չեն ստորագրել եւ դա կբերի նաեւ ճգնաժամի եւ օրինակ Սարիկ Մինասյանը որպես ելք ակնկալում էր, որ կարելի է նաեւ արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչ որ անում են, ինձ համար չեն անում։ Այստեղ Ղուկասյանի խնդիրը չէ։ Այստեղ քաղաքի խնդիրն է, ժողովրդի խնդիրն է։ Ով ժողովրդին ոտ է պահում, ժողովրդի գնահատականը կդա անպայման։ Եվ ես այստեղ այդպես խառնվելու, ինչ որ բան անելու ոչ մի բան չունեմ։ Ես կարող եմ աշխատել, գիտեմ ինչ պետք է անեմ, որտեղից պետք է անեմ ու ինչ պետք է անեմ։ Ես իմ խոստումներից տերն եմ։ Եթե որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, կուսակցություն ոտ է պահում, ինձ դա ես չեմ, դա ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը իրենց համար մեկին կասի դավաճան, մեկին կասի ավանտյուրիա, մեկին կասի ինքը գյումրեցիք այնպես անուն գտնեն, այնպես կասեն, որ հանգիստ եղեք դրա համար։ Դրա համար ես շատ հանգիստ եմ։ Ինչ անեն, իրանց համար պետք է անեն։ Վերջում Վարդան Ղուկասյանը մի հայտարարություն արեց, որ կրակոցներ են նախապատրաստվում, որպեսզի կրկին կրիմինալի հետ իրեն կապեն եւ լրագրողների հստակեցնող հարցերին, թե ինչ նկատի ունի, ասաց, որ 2007 թվականին իր դեմ իրականացված մահափորձը բացահայտված չէ եւ ճշտող հարցին, թե արդյոք այն ինչի մասին, որ ինքը խոսում է, դա 2007 թվականի շարունակությունն է, Վարդան Ղուկասյանը նշեց, որ անուններ չի տալիս եւ այն ինչ կա, ինչի մասին խոսում է, ինքը տարբեր երկրներում, ոչ Հայաստանում է պահում այդ փաստարկները եւ եթե նման բան տեղի ունենա, ապա ինքը այդ բոլոր փաստերը կփոխանցի տվյալ երկրների ղեկավարներին։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին, մինչև այսօր բացահայտված չի։ Հասկանալի է։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ սերիան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչփորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ,
սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ, այդ կամ բան։ Ընտրությունը եղավ, Գյումրիի քաղաքապետը երդմամբ ստանձնեց պաշտոնը։ Հիմա հետագա աշխատանքի հարցն է։ Զրույցի եմ հրավիրել իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Լիոնիսյանին։ Դանիել, ողջույն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Դուք համարում եք, որ այս ավականին կենսունակ կլինի։ Կառավարման ճգնաժամ կանխատեսող քաղաքացիական պայմանագրի փաստարկը այն է, որ կոալիցիաներ չկան 4 ուժերի մեջ, այդ ամենը երկար չի տևի։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք ունենք իրականություն, որ որևիցե քաղաքական ուժ կամ կոալիցիա Գյումրիի ավականում չունի մեծամասնություն, չունի նույնիսկ համարյա մեծամասնություն, հա, եւ ինչը նշանակում է, որ կարող է մի շարք խնդիրներ առերեսվեն, այդ թվում օրինակ, եթե ԿՊ-ն նիստերը բոյկոտի եւ ուրեմն Մարտուն Գրիգորյանի քաղաքականությունը բոյկոտի ապահովակի նիստեր չեն կայանա եւ ինչ որ ժամանակ հետո կլինեն նոր ընտրություններ, բայց ես վստահ չեմ, որ չեմ կարծում Մարտուն Գրիգորյանի քաղաքականությունը դա կանի եւ լուրջ խնդիրներ կարող են ունենալ մի շարք որոշումների ընդունման հետ առավել եւս այնպիսի որոշումների, ինչպիսին է, չգիտեմ, ծրագիր, բյուջե եւ այլն։ Հիմա Երևանում մոտավորապես նույն իրավիճակը չէ, պարոն Լիոնիսյան, քաղաքացիական պայմանագրի հանրապետության կոալիցիայից դուրս երրորդ ուժի ձայների կարիք է երբեմն զգացվում, բայց 2 տարի է քաղաքապետը աշխատում է։ Ես դրա համար եմ կարծում, որ այո, Երևանի փորձը կա եւ կարող է եւ Գյումրիում էլ նույն ձև լինի, բայց Երևանում ամեն դեպքում եկեք հաշվի առնենք, որ կա նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, որը շատ հաճախ տարբեր քվեարկություններով աջակցում է քաղաքացիական պայմանագրին եւ կամ իրենցից մի քանի ավականու անդամ։ Եվ քանի որ մի քվե այստեղ պակասում է, Երևանի ավականում հանրապետությունն ու քաղաքացիական պայմանագիրը միասին ունեն 65-ից 32 քվեն։ Մի քվե է իրանց պակասում մեծամասնության համար։ 65-ի մեջ մի քվե ճարելը ավելի հեշտ է, քան 33-ի մեջ, եթե ճիշտ եմ հիմա հիշում հաշվարկներով 3 կամ 4 քվե ճարելը, հա, հենց որ Գյումրիի Վարդան Ղուկասյանի ինչ ասեմ իշխանավարումը էապես ավելի բարդացված է լինելու, քան Տիգրան Ավիյանն է Երևանում։ Պարոն Լիոնիսյան, Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն է լինելու։ Ձեզ համար պարզ է, իրենք մասնակցելու են նիստերին, թե օրինակ Սարիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե բյուջեի ամեն կոպեկի հետևից գնալու են, ավելի շատ վերահսկողական դերակատարության մասին է։ Եվ դուք չեք կարծում, որ որևէ այսպես եզր կա համագործակցության ընդդիմադիր այն 4 ուժերի, որոնք ի վերջո կարողացան քաղաքապետ ընտրել Գյումրիում եւ քաղաքացիական պայմանագրի, իշխող քաղաքացիական պայմանագրի, որը ըստ էության ընդդիմություն դարձավ։ Այստեղ մի քանի հարց կա եւ տարբեր հարցերում կարող են տարբեր կոմբինացիաներ լինել։ Չեմ բացառում օրինակ այնպիսի սցենար, որ քաղաքացիական պայմանագիրը կարողանա այնպես անել, որ իրենց ներկայացուցիչը փոխքաղաքապետ ընտրվի։ Եվ եթե Մարտուն Գրիգորյանի ներկայացուցիչները օրինակ փոխքաղաքապետի հարցում չմիավորվեն մյուս ուժերի հետ, ապա քաղաքացիական պայմանագիրը ունենա հարաբերական մեծամասնություն, մենք չենք պետք չի բացառել, որ Գյումրիում կարող փոխքաղաքապետը լինի ԿՊ-ից։ Շատ հնարավոր սցենար է, ուրեմն դա նաև շատ հնարավոր է այն կոնտեքստում, որ իսկ անհայտա թե ինչ է լինելու Վարդան Ղուկասյանի ճակատագիրը, Վարդան Ղուկասյանի անցյալը եւ խիղճը մաքուր չեն։ Իր նկատմամբ կան բավական արժանահավատ մեղադրանքներով քրեական գործեր եւ չի բացառվում, որ ինչ որ պահի ինքը անազատության մեջ հայտնվի, չեմ բացառվում, որ ինչ որ պահի ինքը իր նկատմամբ կայացի օրինակ դատավճիռ, որը կարգել է իրեն համայնքապետ, հազար մի բան է հնարավոր եւ այս կոնտեքստում շատ էական կլինի, թե ով է փոխքաղաքապետ։
Սերժ Սարգսյանի եւ մյուսների արդարացման դատական ակտը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության։ Հստակ է մի բան, նախկին նախագահը դիզվառելիքի գործով կրկին կունենա ամբաստանյալի կարգավիճակ։ Հենց դատախազությունն է պնդել, թե գործի վաղեմության ժամկետն անցել է, բայց նրանք էլ բողոքարկել են արդարացման վճիռը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ դատարանի առաջ կկանգնի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգսյանին արդարացնելու առաջինատյանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության։ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետականից արդեն քաղաքական գնահատականներ են հնչում։ Սա ընդդիմախոսներին զսպելու փորձ որակում։ Բայց թե ինչ հիմնավորմամբ է վերաքննիչ Ատյանը նման որոշում կայացրել, հատկապես որ այս գործի վաղեմության ժամկետն արդեն անցել է, առայժմ պարզ չէ։ Դատական ակտի բովանդակությանը ծանոթ չէ նաև երրորդ նախագահի փաստաբանը։ Եզրափակիչ մասը հետևյալն էր, դատարանը որոշեց վիճարկող դատական ակտը բեկանել, ուղարկել առաջատյանի դատարան նոր քննության։ Սերժ Սարգսյան Ավելի քան 4 տարվա դատավարությունից հետո անցած գարնանը առաջինատյանի դատարանն արդարացրեց Սարգսյանին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը նրան մեղադրում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի նա հեռավոր 2013-ին միջամտել է, որ գյուղացիներին դիզվառելիքով ապահովելու մրցույթում հաղթի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի ֆլեշ ընկերությունը, որը սակայն մրցույթի մյուս մասնակիցներից ավելի բարձր գին էր առաջարկել։ Պաշտպանական կողմը մեղադրանքը քաղաքական հետապնդում էր որակում։ Մեղադրանքում արդարացնել, ճանաչելով եւ հռչակելով նրա անգերությունը հանցակազմի բացակայության հիմքով։ Մեղադրող կողմին դատարանի որոշումը չէր գոհացրել։ Դատախազությունը հակակոռուպցիոն վերաքննիչում բողոքարկեց այն, որն էլ նախորդին բեկանեց արդարացման վճիռը։ Երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, իրենց դիրքորոշումը նույնն է։ Սերժ Սարգսյանը չէր կարող չարդարացվել։ Որևէ այլ դատական ակտ քան արդարացումը ուղղակի անհնար էր։ Եվ նյութական եւ դատավարական իրավունքի մասը, որտեղ խախտումներն այնքան ակնհայտ, այնքան բազմաթիվ են եղել, այնքան տարական։ Վերաքննիչ Ատյանում գործերը 3 դատավորներ են քննում։ Պաշտպանական կողմին այս պահին միայն հայտնի է, որ նախագահող դատավորը հատուկ կարծիք գործընկերներից տարբերվող դիրքորոշում է ունեցել։ Այսինքն համաձայն չի եղել կազմի մյուս 2 դատավորների հետ, ովքեր բեկանման կողմնակիցն են եղել։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը հաջորդում է մի քանի օր առաջ հանրապետական կուսակցության նիստում Սերժ Սարգսյանի իշխանափոխության մասին ելույթին։ Մեր նպատակակետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Մինչ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակավ բացառում են իրենց միջամտությունը դատական իշխանության գործերին, երրորդ նախագահի ղեկավարած կուսակցությունից դատարանի վերջին որոշումը պատահական չեն համարում։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-յան գրառմամբ կարծիք է հայտնել, թե իշխանություններն այսպիսով ընդդիմադիրներին հասկացնում են, թե ինչպես են արձագանքելու քաղաքական ակտիվացման քայլերին։ Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում։ Մենք մեր մաշկի վրա ավելի ծանր ճնշումներ եւ հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու եւ զսպելու ազդակ է։ Փորձ է բոլոր այն ուժերի եւ գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն։ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սա երրորդ նախագահի դեմ միակ քրեական հետապնդումը չէ։ Այս տարի Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են ներկայացրել 20 տարվա վաղեմության գործարքների համար։ Ըստ դատախազության այս գործն էլ առնչվում է Երևանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր Պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում։ Ի տարբերություն նախկին իշխանականների Հայաստան վերադարձնելու ձախողված փորձերի հայ եւ ռուս իրավապահների համագործակցությունը անխափաներ գործող իշխանության երբեմնի համախոհին արտահանձնելու դեպքում։ Ժամանակին Փաշինյանի իշխանության ակտիվ ջատագով Թաթուլ Ասլիյանը հեղափոխությունից 6 տարի անց դարձել է կաշառքի գործով մեղադրյալ։ Կգա բոլորի հատուցման ու պատասխանատվության ժամը։ Ոչ մեկ չի խուսափելու դրանից։ Ինչպես որ ասում է վարչապետը, բոլորը մեկ առ մեկ պատասխան են տալու։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից իջևանցի Թաթուլ Ասլիյանն ինքն է այժմ պատասխան տալիս կաշառք ստանալու կաշառքի միջնորդության մեղադրանքի շրջանակում։ Մեղադրյալի աթոռին հայտնված Ասլիյանին օրերս Մոսկվան արտահանձնել է Երևանին։ Հայաստանի գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են, որ ռուսաստանցի գործընկերները բավարարել են իրենց միջնորդությունը։ Փառք մեր իշխանությանը եւ Նիկոլ
Փաշինյանին, հաջողություն ձեզ։ Ընդդիմության քննադատը ոչ վաղ անցյալում պարբերաբար հանդես էր գալիս իշխանությանը գովերքող հայտարարություններով, իր հետևորդներին հիշեցնում Փաշինյանի ձեռքբերումների, նախկին իշխանավորների անօրինականությունների մասին։ Ոնց տեսնում եք, Երևանը շատ հանգիստ է, չկան այն ցուցարարները, չկան այն մարդիկ, ովքեր որ կարող են անհանգստացնել Երևանից։ Թե կոնկրետ ինչ հանցավոր արարք է թույլ տվել տարի ու կես առաջ հարազատ թիմից հեռացված 35-ամյա Ասիլյանը, գործը քննող հակակոռուպցիոնը չի մանրամասնում։ Պարզ չէ, կաշառք է ստացել, թե միջնորդել, հայտնի չէ նաև Հայաստան բերվելուն պես արդյոք կալանավորել են նրան, թե թողել ազատության մեջ։ Ու պետք չէ մոռանալ անցյալը, մենք պետք է հիշենք, թե անցյալում իրենք ինչպես են վարվել ու հիմա ինչպես են վարվում, պետք չէ մոռանալ ոչ մի արած բան, այլ ունեցել ենք մարտի 1, ունեցել ենք հոկտեմբերի 27, ունեցել ենք դաժան պատմություններ, որոնք որ գրված են պատմության մեջ։ Ինչ փոխվեց իշխող ուժի ներսում, որ 2023 թվականին, երբ Ասիլյանն ակտիվ քննադատում էր ոչ միայն ընդդիմությանը, այլև պիտակավորում արցախցիներին, պարբերաբար հանդես գալիս բողոքի ակցիաներ անցկացնող արցախցիներին պետական օգնությունից զրկելու առաջարկներով հայտնվեց լուսանցքում։ Այն վաղ իշխանություն չէինք, սա որը ջարդում էի, Հմել իշխանությունը չենք կարող, մենք սնատ ջարդենք, դեարյո ասա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նրան հեռացրեց իր շարքերից, ենթարկելով կարգապահական պատասխանատվության։ Ինքը Ասիլյանն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե պատճառն Արցախի թեմայով իր ֆեյսբուքյան գրառումն է, բայց այդպես էլ չէր հիշել արդեն ջնջած գրառման բովանդակությունը։ Եթե դաժե ինձ կուսակցությունից հեռացրին, ես էլի նույն ձև հավատարիմ մնալ եմ կուսակցության։ Եթե դաժե կանգնեմ դատարանի առաջ, ինչ որ մի հարցով պատասխանատվություն կրեմ, էլի ես կանգնելու եմ իրանց կողքին։ Անգամ ԿՊ-ից հեռացվելուց հետո Ասիլյանը չի դադարեցրել պաշտպանել իշխանության արտաքին քաղաքականությունը, գրել Ադրբեջանի հետ խաղաղության կարևորության մասին, անգամ ցանկություն հայտնել ադրբեջաներեն սովորելու դիմել Ադրբեջանի նախագահին, որ հրավերք ստանա ու մեկնի Բաքու։ Իրավապահները նախկին ԿՊԱ-ականին փնտրում են անցած մայիսից, նա Facebook-ում ակտիվ էր դեռ հոկտեմբերին, երբ արդեն հետախուզվում էր։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական գրառումներ կամ ակնարկներ չկան։ Փոխարենը նախկին ԿՊԱ-ականը քննադատել է իշխանական падգամավորներին, պնդել, որ գոնե 35 падգամավոր չպետք է լինի իշխող թիմի կազմում, հորդորել խելքի գալ, նաև կանգնել Հովիկ Աղազարյանի կողքին։ Փաշինյանին շատ դժվար ժամանակահատված սկսել ղեկավարել երկիրը։ Իրոք փորձը մա ու ամեն ինչ անում է կյանքի գնով, որպեսզի այս երկիրը ոտքի կանգնացնի ինքը։ Իրենց այդ ալանթալան արած այս երկիրը ինքը փորձում է ոտքի կանգնացնի։ Ու ինքը այն մարդկանց չի, ովքեր որ ապօրինի հարստանում են ու կղզիներում վիլաներ են ձեռք բերել։ Ինքը այն մարդկանցից է, ովքեր որ մտածում է երկրի բարօրության ու ապագայի համար։ Ինչպես ստացվեց, որ Ռուսաստանն այս անգամ չմերժեց Հայաստանին այնպես, ինչպես անցած տարիներին։ Այս հարցի պատասխանը գտնել չհաջողվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Երևանը շարունակում է սպասել մոտ 1 տասնյակ հետախուզվողների արտահանձնմանը։ Հետախուզվողների շարքում են կոռուպցիոն հանցագործություններից մինչև 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործերով անցնող նախկին իշխանության ներկայացուցիչ մեղադրյալները։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ հեռանալով Հայաստանից այժմ դասավանդում է Ռուսաստանի դատախազության ակադեմիայում, ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ Ռուսաստանից հարցազրույցներ է տալիս լրագրողներին, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին քննիչ Վահագն Հարությունյանը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ այլոք։ Հակակոռուպցիոնն այս շաբաթ Ախթալայում դեբետից վերցրած ջրի փորձաքննության արդյունքները կեղծելու համար ենթադրյալ կաշառքի բացահայտման մասին հաղորդեց։ Էպիկենտրոնում Ախթալայի կոմբինատի ղեկավարն է, կոմբինատի Պոչամբարի արտանետումների մասին բնապահպանները մշտապես են ահազանգում։ Ընկերությունը որպես կանոն տուգանքով է իրավիճակից դուրս գալիս։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ընկերություն ստուգման եկած տեսուչին դեպետ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցը գումար եւ բենզինի կտրոններ է ստացել, որպիսի նա գետի տարբեր հատվածներից վերցրած իրական նմուշները փոխի կեղծ նմուշներով։ Տնօրենը տեղեկանալով, որ տեսչական մարմնի աշխատակցի կողմից դեբետ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը։ Մասնավորապես աշխատակցին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել տեսուչի հետ,
վերցված նմուշները կաշառքի դիմաց փոխելու վերաբերյալ։ Տեսչական մարմնի պաշտոնյան թափել է դեբետ գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները եւ դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշած վայրից վերցրել նոր նմուշներ։ Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեպետ գետի ջուրը միջին որակի է ու այն կարող է օգտագործվել ոռոգման նպատակով, ասված է հակակոռուպցիոնի հաղորդագրության մեջ։ Թե ընկերության տնօրենը, թե կաշառքի համար միջնորդ դարձած աշխատակիցը ու թե դեպետի աղտոտվածությունն ստուգող բնապահպան տեսուչը մեղադրվում են կաշառք տալու եւ ստանալու հոդվածներով։ Իրավապահ մարմինը հաղորդում է, որ նրանց վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է ու գործն ուղարկվել է դատարան։ Մեղադրյալներից տեսուչը տնային կալանքի տակ է, մյուսները ազատության մեջ։ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի հեռախոսահամարներով այսօր չպատասխանեցին մեր զանգերին։ Ընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Գագիկ Շահնազարյանն էլ հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը, պատճառաբանելով, թե տեղյակ չէ մեղադրանքներից եւ անգամ չի կարդացել հակակոռուպցիոնի հաղորդագրությունը։ Բայց վստահ եմ, որ դա այդպես չի։ Կարծում եք, որ չի համապատասխանում այս տեղեկությունը։ Այո։ Ինչով եք համոզված, այսինքն ինչը ձեզ վստահություն չի ներշնչում, քննչական մարմինների նկատմամբ անվստահություն կա։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես վստահ եմ, որ մենք նման խնդիր չունենք։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից եւս պարզաբանումներ չտվեցին, հղում արեցին իրավապահների հայտարարություններին, նշելով, որ այլ բան ավելացնել չեն կարող։ Բնապահպանները հաճախ են ահազանգում, որ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատն իր արտանետումներով պարբերաբար աղտոտում է դեպետ գետը, բայց դրանք կամ անարձագանք են մնում, կամ էլ հանգուցալուծվում են փոքր չափի տուգանքներով։ Դեռ 6 տարի առաջ հանքից խոշոր արտահոսքեր եղել ու մոխրագույն զանգվածը հասել Աղթալայի դպրոցի տարածք, որտեղ օրեր շարունակ սուր հոտ էր տարածված, իսկ հարակից ծառերը տարօրինակ նյութով էին պատվել, բայց պետությունը սահմանափակվել էր 200,000 դրամ տուգանքով, իսկ քրեական վարույթից թեև արդեն 3 տարի է անցել, բայց իրավապահ մարմինները հայտնում են, թե փորձաքննություն է նշանակված ու գործը նախաքննությունից այն կողմ չի անցնում։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որ բազմաթիվ տեսանյութեր է տարածել, ինչպես է գետի գույնը փոխվել հանքի ու ֆաբրիկայի արտանետումների հետևանքով, այսօր էլ հանդիպել էր հանքի Պոչամբարին կից բնակավայրերի բնակիչներին ու լսել նրանց մտահոգությունները, թե ոռոգման սեզոնին դարձյալ կտուժեն հանքարդյունաբերող ընկերության գործունեության հետևանքով։ Ըստ բնապահպանի կաշառքի գործն ապացուցում է իրենց վաղեմի կասկածները, թե բնությանն ու բնակիչներին հասցված վնասները տարիներ շարունակ կոծկվել են։ Այդ գեղձարարությունը արվել այն նպատակով, որպեսզի ցույց տան, որ ոռոգման համար ենթակա է գետի ջուրը, այսինքն այստեղ ամբողջ խնդիրը այն է, որ պատասխանատվությունից խուսափեն, միայն իրենց շահերն են առաջ տալիս եւ ցավալի է, որ այստեղ մենք ունենք նաեւ պետական մարմինների համապատասխան տեսչական մարմինների ներկայացուցիչների անմիջական ներգրավվածություն տվյալ կոնկրետ դեպքով, Դուլգարյանի ղեկավարած համայնքային համախմբման եւ աջակցման կենտրոնն անգամ միջազգային անկախ փորձաքննություն էր պատվիրել չափելու Աղթալայում եւ հարակից բնակավայրերում հանքարդյունաբերության ազդեցությունը։ Միջազգային փորձագետներն անթույլատրելի չափի վնասակար նյութեր էին հայտնաբերել հողում, ջրում եւ մարդկանց արյան մեջ։ Անցած տարի դրա հիման վրա Աղթալայի ու հարակից գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ դատի էին տվել Աղթալայի հանքարդյունաբերող ընկերությանը իրենց առողջական ու տնտեսական վնասներ պատճառելու համար։ Դատարանը դեռ քննում է գործը։ 44-օրյա պատերազմն ավարտվել էր, բայց կյանքի համար նրանց կռիվը ոչ։ Շարքային Կոլա Ստեփանյանը պատերազմից ու ադրբեջանական շրջափակումից ողջ մնացած 6 տղաներից մեկն է։ 2020-ին նրանց փրկությունը հրաշք թվաց միլիոնավորներին։ Կոլյան իր եւ ընկերների պատմությունը որոշել է հանձնել թղթին։ Պարտության պատճառների մասին նրա խոհերն էլ կան այնտեղ։ Даже не выбор мой, что я хочу романтизировать войну, это просто правда именно моей истории. Որտեղ է Կոլա Ստեփանյանը։ 70 օր ադրբեջանական շրջափակման մեջ, 70 օր անհետ կորած, 70 օր հետո գուցե հրաշքով, գուցե պատահաբար, բայց փրկված։ Սա պատերազմի ռոմանտիկ կողմը չէ, այլ Շարքային Ստեփանյանի իրական կյանքի պատմությունը։ Потому что была 4-дневная война, и мы думали, что вот Մտածում էինք, որ սա եւս մի քառօրյա պատերազմ է, հետո չէ, երևի հնգօրյա, 6-օրյա, 7-օրյա, հետո ինչ որ մի պահ հասկացանք, սա չի պատրաստվում ավարտվել։ Դա իհարկե սարսափելի էր։
ужасающе. 44-օրյա պատերազմից 5 տարի անց մահվան հետ կռիվ տված երիտասարդը իր գրքի շնորհանդեսին պատմում էր. ընդամենը 256 էջ է անավարտ թվացող արհավիրքը։ Ինչպես փրկվեցին 6-ը եւ ուր կորան մյուսները։ Ինչ որ ժամանակ մեկ եղել եք միասին, ուրեմն եղել է 3 խումբ, վերջում կազմեցին 3 խումբ, ու դա եղել է բոլորի որոշումը, երբ որ արդեն առանձնացինք, ես չգիտեմ իրաց պատմությունը, դրա համար իհարկե չեմ կարող դրա մասին գրել։ Ցավոք սրտի ստացվեց այսպես, որ տղերքը երկու տղա վերադարձին Հայաստան գերությունից, մնացածը այո, ցավոք սրտի այսպես դարձվեց։ Կոլյայի, Արմանի, Դավիթի, Արսենի, Արթուրի եւ Ռուսլանի մասին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Facebook-ում ավետեց Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուրախ լուր, նրանք ողջ են։ Այս կադրերում տղաները հյուծված են, բայց ժպտում են։ Հրաշք էր տեղի ունեցել, արդեն հայրենիքում են։ Հետո նոր փորձությունների միջով պիտի անցնեին։ Հոլիվուդյան կինո հիշեցնող այս պատմությունը Կոլյան վերնագրել է «Որտեղ» ու գիրքը կարդալիս էլ կինոյի պես կադրերը շարվում են աչքիդ առաջ։ 70 օրվա ընթացքում փոխվել են այդ պայմանական որտեղները՝ Ջաբրայիլ, հետո Հադրութի անտառներ, լքված տների նկուղներ, տանիքներ, որտեղ ցերեկը ադրբեջանցիներն էին շրջում, գիշերն էլ, ինչպես Կոլյան է ներկայացնում, Մաֆիան բացում էր աչքերը սնունդ հայթայթելու։ Днем там были азербайджанцы, а ночью наступало наше время, как в мафии, да? И мы выходили за едой, находили новые дома. Մոսկվայում ծնված մեծացած Կոլյան պատերազմից մի քանի ամիս առաջ էր որոշել վերադառնալ հայրենիք, կամավոր զինվորական ծառայություն անցնելու։ Հուլիսին զորակոչվեց, սեպտեմբերին պատերազմը սկսվեց, հետո անհետ կորավ, չիմանալով, որ պատերազմը պարտված է։ Հետո էլ վիրահատություն, ցրտահարված ոտքերի ամպուտացիա։ Смирился с тем, что умру, и тут мне говорят, что там что-то надо отрезать. Համակերպվել էի այն մտքի հետ, որ մահանալու եմ, ու հանկարծ ինձ ասում են, որ ինչ որ բան են ինձնից կտրելու։ Էլ չասեմ, որ արդեն Հայաստանի ճանապարհին քննարկում էինք, որ թերևս միայն Դավիթին կազատեն զինվորական ծառայությունից։ Քանի որ նա հրազենային վիրավորում էր ստացել, ձեռքն էր վնասված։ Ու մտածում էինք, թու, հաջողակ է Դավիթը, հիմա տուն կգնա, իսկ մենք նորից բանակ։ Ինչ որ իմաստով դա հաճելի բոնուս էր։ Իսկ հիմա ես կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս, թե ինչ տեսք ունի պրոթեզը։ Երբեմն ինձ անգամ օգնում է։ Մի քիչ անհարմար եմ զգում ասել, բայց կարծում եմ, որ հայ տղաներից շատերը երբեմն լարվում են, երբ կողքը կարճ շրջազգեստով կամ շորտով աղջիկ է լինում։ Բայց երբ ես արդեն շորտով ու պրոթեզով դուրս էի գալիս փողոց, մոտավորապես զգացի ինչ են զգում այդ աղջիկները։ Դու շատ ուշադրություն ես գրավում, տարբեր են էմոցիաները։ Բայց դա ինձ դուր է գալիս, մի տեսակ ինձ կիբորգ եմ զգում։ Սա հերոսական պատմություն չէ, այլ մի խումբ մոլորված, անփորձ, կյանք չտեսած տղաների ամեն գնով ապրելու փորձ։ Արդեն գրքից դուրս ռուս լրագրողի հետ զրույցում հանդիսատեսի առաջ անկեղծանում էր պատերազմ տեսած գրողը։ Ազատության հետ զրույցում էլ ավելացրեց. ընկերությունը փրկեց իր կյանքը։ 5 տղաները, որի հետ ես այս ամեն ինչով անցել եմ, իհարկե շատ է փոխել ամեն ինչ։ Ես մենակ լինեի, կարծում եմ կխելագարվեի, կարծում եմ չէի դուրս գա, կարծում եմ շատ ավելի դժվար կլիներ իմ համար։ Ու այդ ընկերությունը, ընդհանրապես ես հայկական բանակի կմաղթեի, որ այդ ընկերությունը, այդ սերը ընդհանուր լիներ Զորամասում։ Ու ոչ միայն զինվորների միջոց, բայց նաև օֆիցերների եւ զինվորների։ Իսկ ինչու պարտվեցինք։ Գրքում հատուկ անուններ էլ կան նշված։ Չի խնայել ոչ մեկին, առաջին հերթին հենց իրեն։ Ինչպես փախան հրամանատարները, ինչպես 18-19 տարեկանները վախի առաջ մնացին մեն-մենակ, ինչպես։
Երբ Հադրութը գրավեցին, մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, մեր հրամանատարը փախավ։ Մոտ 300-400 մարդ, հիմնականում բոլորը երիտասարդներ էին։ Նոր էին ծառայության անցել ու պատրաստ չէին այդ ամենին։ Ու հանկարծ շրջափակում։ Հաճախ երբ պատերազմի թեման քննարկվում է, շատ հպանցիկ են անցնում այս խնդրի կողքով, ինչու պարտվեցինք։ Հազար ու մի պատճառ են բերում ու շատ քիչ դեպքերում կլսես, պարտվեցինք, որովհետև բանակը անգործունակ էր։ Մեզ միայն մի բան էին լավ սովորեցնում, շարային քայլ ու վերջ։ Ինձ համար դա շատ կարևոր է անընդհատ ասել, որովհետև գուցե հիմա էլ շատ բան չի փոխվել։ Բայց ես ոչինչ չեմ ցանկանում մոռանալ։ Գրքի հենց առաջին էջերում գրում է ընդամենը 22 տարեկանում Արցախյան երկրորդ պատերազմի վետերան դարձած Կոլյա Ստեփանյանը, որ իր 5 ողջ մնացած ընկերների հետ մի քանի ժամ շարունակ նեղլիկ գրախանութում հավաքված մարդկանց ժպիտով, տեղ-տեղ շատ սև հումորով պատմում էր, ինչ սարսափելի էր բաց աչքերով պատերազմին նայելը։ Մի քանի թեմա միջազգային լրահոսից ենք առանձնացրել, Միացյալ Նահանգները դուրս կգա ռուս-ուկրաինական պատերազմը ավարտելու բանակցություններից, եթե առաջընթացի հստակ նշաններ չլինեն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել, որ եթե կողմերը առաջիկա օրերին հրադադարի շուրջ չպայմանավորվեն, Վաշինգտոնը պարզապես կդադարեցնի իր միջամտությունը։ Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատիկի առիթով հրադադար է հայտարարել, որը կսկսի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ նշել է, թե այդ ընթացքում Ուկրաինայի գործողությունները ցույց կտան, թե որքանով է Կիևը պատրաստ խաղաղ կարգավորմանը։ Приказываю на этот период остановить все боевые действия. Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուկրաինայի գործողությունները ցույց կտան, թե որքանով է Կիևը պատրաստ խաղաղ կարգավորման։ Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն Կիևի կողմից հրադադարի հնարավոր խախտումներին, հետ մղեն հակառակորդի կողմից յուրաքանչյուր սադրանք ու ագրեսիվ գործողություն։ И провокации со стороны противника, любых его агрессивных действий. Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը հայտնել է, թե իր երկիրը օդային հարձակման տակ է։ Մեր երկնքում գտնվող շահիդները բացահայտում են Պուտինի իրական վերաբերմունքը Սուրբ Զատիկի և մարդկային կյանքի նկատմամբ, X-ում գրել է Զելենսկին։ Այս ընթացքում Մոսկվան պնդեց, թե այսօր ուկրաինական ուժերին դուրս են մղել Կուրսկի շրջանի վերջին հենակետերից մեկից, վերահսկողության տակ վերցնելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Օլեշինյա գյուղը։ Ազատությունը հնարավորություն չունի այս տեղեկության իսկությունը ճշտել, ուկրաինացի պաշտոնյաները ևս այն դեռ չեն հաստատել։ Ռուսաստանյան 10 լրատվական գործակալության փոխանցմամբ ուկրաինական ուժերը դեռևս վերահսկում են Օլեշինյայից մոտ 11 կիլոմետր դեպի հարավ գտնվող Գորնալ գյուղը։ Դրա համար ևս ռուսաստանյան աղբյուրի հաղորդմամբ կատաղի մարտեր են։ Ուկրաինացիները անցած տարի անակնկալ գրավել էին Ռուսաստանի Կուրսկի շրջանի տասնյակ բնակավայրեր, սակայն վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորների աջակցությամբ ռուսները դուրս են մղում նրանց այդ տարածքներից։ Իսկ Գազայի հատվածից ստացվող տեղեկությունների համաձայն իսրայելական հարվածներից վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ։ Այսօր հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, թե առավել սաստկացնելու է հարձակումները, որպեսզի ստիպի արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել։ 6-րդ շաբաթն է Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը, արգելելով սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումը։ Մարդասիրական խմբերը ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովի են մատնված, պաշարները սպառվում են։ Երևան վերադառնանք, որտեղ այս տարվա մասսայական ծառահատումներից հետո դեռ բանավեճը չի մարել։
Կտրվել են չորացած ու հիվանդ ծառերը, ինչպես իշխանությունն է պնդում, թե առողջները ինչպես նրանց հակադարձում են ընդդիմադիրները։ Նոր տնկված ծառատեսակների հարցում էլ քննադատությունը մի այլ թեմա է, որը Ավինյանի ու նրա թիմի ընդդիմախոսները միջազգային փորձագիտական տվյալներով են համեմում։ Կարծում եմ նաև, որ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենիա ստանալ առանց, այսինքն ծաղկելը ստանալ եւ միրգը չստանալ, մենք վստահաբար նույնը կարող ենք անել ծիրանենու հետ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս վստահությունը հայտնել էր դեռ 2023 թվականին, երբ մայրաքաղաքում մեկնարկեց ծառերի փոխարինումը։ Երևանում, սակայն, անպտուղ ծիրանենիներ դեռ չեն նկատվում։ Գարունը սկսելուն պես Թումանյան փողոցի հաստաբուն թեղիներն այս անգամ էլ փոխարինվեցին հատը 80,000 դրամ արժողությամբ հուդայա ծառերով։ Բողոքի ակցիաներին քաղաքային իշխանությունը տեղի չտվեց։ Փողոցը փորձում ենք բերել միատարության, փողոցն ընդհանուր առմամբ զարդարելու են մեկ տեսակի բավականին գեղեցիկ սաղարթ եւ մեծ սաղարթ ձևավորող, բավականին գեղեցիկ ծաղկման շրջան ունեցող եւ բավականին չորադիմացկուն ցերցիս կոչվող հայերեն հուդայացար տեսակի ծառատեսակներ։ Այսօր նոր վարչական շրջանում քաղաքային իշխանությունը ծառ էր տնկում, որին կրկին նախորդել էր ծառահատումը։ 6 հեկտարի վրա 1300 ծառի տունգ եւ 200 մշտադալար թփեր են տնկվում, ասաց քաղաքապետը։ Այս հատվածում 23-4 ծառ է հատվել ընդամենը։ 48 հեկտար տարածքի վրա վերջին 3 տարում տնկել են 20,000 ծառ, նշեց քաղաքապետ Ավինյանն ու խոստացավ ծավալներն ավելացնելու են։ Իսկ մեղադրանքներին, որ մայրաքաղաքում բազմիցս առողջ ծառերից բանդ է իրականացվել եւ փոխարենը տնկվել Հայաստանի կլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառեր, արձագանքեց։ Ինստագրամյան, այսպես ասած, ռիլերից հուզվող երիտասարդներին, ովքեր որ շատ հազվադեպ են ունեցել ծառի, ծաղիկի, հողի հետ աշխատանք եւ գիտեք, ես լսում եմ գիտնականներին, ոլորտի գիտնականները միաձայն հաստատում են այն ծրագրերը, որ իրականացնում է քաղաքապետարանը։ Այս տարի Թումանյան փողոցում հատվել է 80 թեղի, տնկվել 95, 10 տարեկան հուդայա ծառեր, պահպանվել է 30 թեղի։ Քաղաքապետարանի տվյալներն են։ Սա էլ է ուռուցք, այս ծառը չի, էսի ծառը հենա, դուք տեսեք ինչպիսի ուռուցք ունի։ Հիմա կասեք ինչու ենք պահել այս ծառը։ Ծառը պահել ենք միայն մի հանգամանքից ելնելով, որ ստվերը անմիջապես տենց չկտրվի, եթե մեր հանրությունը մի քիչ դրա մասին է մտածում եւ մեր միակ ամենակարևոր մոտեցումը եղել է այս ծառին, որ մենք գտնենք այնպիսի ծառեր, որը մոտակա մի 2-3 տարվա մեջ տապալման վտանգ չունեն։ Ընդդիմախոսները հակադարձում են, առողջ ծառեր են կտրվել։ Սա կտրված հատվածներն են, որևիցե տեղ այս ծառի վրա, թե փոքր ճյուղերի վրա, թե խոշոր ճյուղերի վրա, մենք չունենք որևիցե վնասվածքի մասին խոսացող ինչ-որ մի բան։ Ծառերի վրա միջատային գրոհ է եղել, նրանք թուլացել են նաև խոր էտի հետևանքով եւ պարզապես հարկավոր էր բուժել, շարունակեց ավականու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նախկինում ըստ Վարդանյանի թեղիները բուժվել են, աշխատանքն էլ արդյունք է տվել։ Նախորդ ամառ հուլիս ամսին թեղի ծառատեսակը իդեալական վիճակում էր Թումանյան փողոցում եւ գրեթե որևիցե ախտահարում չկար, ինչը վառ ապացույցներ դրա, որ մեր գործողությունները ճիշտ են եւ պետք չի հատման ճանապարհով այս խնդիրը լուծել։ Գիտական ճանապարհն այլ է։ Կլիմայական փոփոխության պարագայում աշխարհում ամեն ճյուղի համար են պայքարում, ասաց Վարդանյանը, հիշեցրեց. Երևանը ջրերով ու անտառներով հարուստ չէ, օդի աղտոտվածության տեսանկյունից առաջատար կենտրոն համայնքից սկսելը անթույլատրելի է։ Հուդայա ծառերը Հայաստանում նախկինում էր տնկվել են, սակայն գեղեցկության համար վստահեցրեց Վարդանյանն ու ասաց. միջազգային փորձագետներից ստացել են եզրակացություններ, որ ծառերի հատման ճանապարհով գնալը անդառնալի սխալ է։ Ստացել ենք բոլորից խիստ բացասական կարծիք, իսկ Ֆրանսիայից հատուկ մենք Միշել Պենան գրել է իր նամակում, որ մենք Ֆրանսիայում 2000-ականների նման մի գործողություն իրականացրել ենք, որի հետևանքներից միջ այսօր չենք կարողանում դուրս գանք։ Կանաչապատման հոակի տնօրեն Արմեն Բեգոյանը նման հայտարարությունները մանիպուլատիվ է որակում, հայտարարում հուդայա ծառերը Թումանյան փողոցի շենքերի մինչև 3-րդ հարկի բարձրություն կունենան։ Որպես փոշեկլանիչ մի քանի անգամ պատիկ ավելի լավն են, քան թեղի տեսակի ծառատեսակները եւ որպես փոքր սաղարթ ձևավորող դա էլ չի համապատասխանում իրականությանը, նրանք ձևավորում են բավականին մեծ սաղարթ։ Հաստաբուն ծառերի փոխարինումը թե երևանցիների վրա ինչպես կազդի ժամանակը ցույց կտա։ Այսօր հստակ է, կլիմայական փոփոխությունները եւ գլոբալ տաքացումը Հայաստանը չեն շրջանցել։ Հայաստանի ջերմաստիճանը գնալով միայն բարձրանալու է։ 2040 թվականին մոտ 3 աստիճանով, 2070-ին 4 եւ այսպես շարունակ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են։
Այս թողարկման համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Լուրերը անընդհատ թարմացվում են azatutsun.am կայքում։ Գտեք մեզ նաև սոցցանցերում, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։